Բարի երեկո, դուք դիտում եք հոլորատվական ծրագիրը։ Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն։ Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ցուցաբերելով զսպվածություն չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Սարգսյան Ալիև սպասվող հանդիպմանը նախորդում են քաղաքագետների կանխատեսումները հայ-ադրբեջանական Ղարաբաղի ադրբեջանական սահմանին հնարավոր լարումների պատերազմի մասին։ Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումից առաջ Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չժխտեց, որ հնարավոր են նոր ռազմական լարումներ։ Չեմ կարծում, որ հենց նախագահների հանդիպումը դրա վրա կազդի, բայց Ադրբեջանն ունի իր օրակարգը, որը նշանակում է սահմանում բռնություն, ասել է նա, նշելով, թե չի կարող կանխատեսել, թե երբ կլինի Ադրբեջանի կողմից հերթական լարումը։ Ազգային ժողովի падգամավոր Հայկ Խանոմյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ։ Մասնավորապես Միքայել Միքայելի Սահակյանի եւ Սերգեյ Գյորգի Ավանեսյանի մեղադրանքի առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար։ Հայտնաբերվել եւ առգրավել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, համազգեստը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, ինչպես նաեւ տուժողի լրացուցիչ հարցաքննություններ։ 2016 թվականի հունիսի 12-ի ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է մեղադրյալներ Ավանեսյանի եւ Սահակյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Նախաքննությունը շարունակվում է, հայտնել են ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մարբուհ շարունակում է քայլել տարածաշրջանում հայտնի համալսարանների հետ։ Վերջերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործընկերությամբ Ծաղկաձորում տեղի ունեցել միջազգային գիտաժողով։ Համաշխարհային տնտեսական մարտահրավերները թեմայով կոնֆերանսին մասնակցել են նաեւ Արցախի պետական համալսարանի ուսանողները։ 7 երկիր 15 բու 100 ուսանող։ Ծաղկաձորում նախատեսված գիտաժողովում ներկայացված հայտերի պատասխանները մասնակիցները ստացել են համապատասխան գրախոսությունից հետո միայն։ Արցախի պետական համալսարանի 2 ուսանողի պատասխանն էլ դրական էր։ Թեման համաշխարհային տնտեսական մարտահրավերները։ Նման շրջանակում մասնակցությունը ես մեկ անգամ փաստում է, որ մեր ուսանողների ստացած գիտելիքները որևէ առումով չի զիջում այն գիտելիքներին, որ տրվում են դրսից բուհերում ուսանողներին եւ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, ինչքան որ հնարավոր է ժամանակի պահանջներին համապատասխան վերափոխենք կրթական ծրագրերի կառուցամասը, արդիականացնենք այն։ Համաշխարհային տնտեսական մարտահրավերներից Նինա Բալայանն առանձնացրել է Արցախյանը համաշխարհային մարտահրավերների վերափոխման համատեքստում։ Միջազգային գիտաժողովում խոսել է Լեռնային Ղարաբաղի տնտեսության իրագործվող ծրագրերի ու ռիսկերի մասին։ Ասում է, վերջին պատերազմական գործողություններից հետո տնտեսագետներն անելիք ունեն։ Ավելի շատ միջնաժամկետ հատվածի ծրագրերից անցում կատարվի երկարաժամկետ հեռանկարային զարգացման ծրագրերի, որոնք ներկայումս Հայաստանում կիրառվում են եւ տալիս են իրենց արդյունքները։ Ինչպես նաեւ քանի որ ռիսկերի կանխատեսումը համաշխարհային տնտեսությունում իրականացվում է 3 հիմնական եղանակով՝ մոդելավորմամբ, էքստրապոլյացիայի եղանակով եւ փորձագիտական մասնագիտական խմբավորումներ ստեղծելով, առաջարկել է մեր երկրում եւս ներդնել ուղեղային վերլուծական կենտրոններ, որոնք ներկայումս Հայաստանում կան եւ արդյունավետ կանխատեսումներ են իրականացնում։ Միջազգային ուսանողական գիտաժողովին Մարիան Նախաճատրյանը ներկայացել է ռազմական ու տնտեսական շահերի բախումը որպես համաշխարհային մարտահրավեր հոդվածով։ Լիահույս է, որ մի օր գիտական հասարակությունը բացառելու է ռազմական շահ հասկացությունը, առավել եւս դրա բախումը տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու հոգեբանական գործոններին։ Դիտարկել եմ մեր օրերում աշխարհի խաղաղությունը եւ մարդկանց անվտանգությունը, ապահովությունը խաթարող, նրա համար մեծ սպառնալիք հանդիսացող ահաբեկչությունը, դրանց տնտեսական հետևանքները ամբողջ համաշխարհային տնտեսությանը, այնուհետև զուգահեռներ անցկացնելով դիտարկել եմ ռազմական ու տնտեսական շահերի առավել վտանգավոր բախումը, պատերազմը եւ այդ կոնտեքստում անդրադարձել եմ արցախյան
ապրիլյան պատերազմին որպես Կովկասի համար մեծ սպառնալիքի եւ միջազգային մարտահրավերի։ Երիտասարդ տնտեսագետների սեղաններին գիտաժողովի մասնակցության վկայականներն են եւ այն ժողովածուն, որտեղ նաեւ իրենց գիտական աշխատանքներն են տպագրված։ Նրանց համոզմամբ ուսանողական կոնֆերանսը շատ կարեւոր էր նաեւ շփումների ու փորձի փոխանակման տեսանկյուններից։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Առողջապահության նախարարության ու Հայաստան-Արցախ հիմնադրամի համագործակցության շրջանակներում այս տարի հանրապետությունը ներմուծվել 71 միլիոն դրամ արժողությամբ դեղորայք եւ բժշկական պարագաներ, որը բաշխվել է նախարարության ենթակա բուժ հաստատությունների միջև։ Այսօր Առողջապահության նախարարությունը Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից դեղորայքի եւ բժշկական պարագաների արտական խմբականակն ստացել շուրջ 6.5 տոննա ծավալով։ Երկու կառույցների միջև համագործակցությունը 1990-ական թվականներից է։ Հիմնադրամի կողմից միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ, պարագաներ ու դեղորայք է հատկացվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Այս անգամ նախարարությունը ստացել է նաև գլոպիդոգրիլ դեղամիջոցը 75 միլիգրամանոց, որը մեծ նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող անձանց համար։ Եվ բեռը մուտքագրելուց հետո կբաժանվի, կբաշխվի ԼՂ առողջապահության նախարարության բուժ հաստատություններին։ Նշեմ նաև, որ համագործակցության շրջանակներում Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը կտրամադրվի ալբոմին դեղամիջոցը, որը հանրապետությունը խիստ կարիք ունի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության անունից երախտիկի խոսքն եմ ուղղում Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին, ԼՂ առողջապահության նախարարությանը աջակցելու համար եւ համոզված եմ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրության հայտարար ընդունում հայտնում է ասպարեզը։ Հակամարտության վերջին սրացումները 3 տասնամյակում հակամարտության նոր փուլ են նշանավորում եւ ընդգծում տարածաշրջանում ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը։ Այս հարցում եւ տարածաշրջանում կրթաթոշակային բաց լրացնելու համար Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է ուսումնասիրությունների փուլ Ղարաբաղի վերաբերյալ կրտսեր եւ ավագ գիտնականների կողմից նոր եւ շարունակվող ուսումնասիրություն անցկացնելու համար։ Ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել է, որ Ղարաբաղը, նրա պատմությունը, հակամարտությունը շատ կարևոր եւ հրատապ թեմաներ են, որոնք արժանի են լուրջ ուսումնասիրության։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում մեկնարկելիք Ֆորմուլա 1 մրցարշավի նախորդին հանդես է եկել հայտարարությամբ։ Քաղաքացիների հիմնարար ազատությունների եւ ցանկացած այլախոհություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին Ֆորմուլա 1-ն է, որպեսզի ցույց տա իրեն իբրև ժամանակակից եւ մեծահոգի իշխանություն, ասված է կազմակերպության փոխնախագահ Դենիել Քալինգրեյթի հայտարարությունում։ Նա Ադրբեջան այցելողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների կալանավորված ավելի քան 80 ակտիվիստների վրա։ Հիշեցնեմ, Բաքվում Ֆորմուլա 1 մրցարշավը կանցկացվի հունիսի 17-ից 19-ը։ Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազում է 2016-ի երկրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0.85 միլիոն բարել, ինչն օրական 20,000 բարելով պակաս է առաջին եռամսյակի համեմատ։ Այս մասին ասվում է նավթի շուկայի մասին OPEC-ի զեկույցում։ Ապրիլին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 20,000 բարելով, հասնելով 0.87 միլիոն բարելի։ Այս տարվա տվյալներով Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարները կազմում են 7 միլիարդ բարել։ Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով անցյալ տարի երկրում 41.69 միլիոն տոննա նավթ ու գազի կոնդենսատ է արդյունահանվել, ինչը 0.8%-ով պակաս է 2014 թվականի ցուցանիշից։ Ուշագրավ մեկ լուրջ միջազգային լրահոսից թուրքական Yeni Safak օրաթերթը վկայակոչելով իսլամական պետության հետ կապեր ունեցող Al-Amaq լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով սպանվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին։ Հաղորդագրության համաձայն Ալ-Բաղդադին սպանվել է կիրակի առավոտյան Սիրիայի հյուսիսային Ռակա քաղաքում, որը հիշեցնենք իսլամական պետությունը խալիֆաթի մայրաքաղաք է հռչակել։ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվեց Ռաքային կոալիցիայի հասցրած օդային հարվածների հետևանքով Ռամադանի 5-րդ օրը, ասված է Al-Amaki հրապարակած հայտարարությունում։ Կոալիցիան դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Այսքանը որ ծրագրի հիմնական թողարկումը ժամը 20-ին է։
Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի ոչ մեծ անպամացություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 13-ից 16, ցերեկը 21-ից 30 աստիճան տաքություն։